Դերասան Վարդան Պետրոսյանը պատրաստ է իր մասնակցությամբ ավտովթարից տուժած Հակոբյան ընտանիքին վճարել 2 միլիոն դրամ։ Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ եթե պայմանը այն է, որ այլևս իրենից որևէ գումար, որևէ այլ պահանջ չեն ներկայացնի, բացարձակ ոչ մի այդ վթարի հետ կապված, ինքը պատրաստ է այդ գումարն վճարի, որպեսզի դատավարությունը ընդմիշտ վերջանա։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանը լսում էր Հակոբյանների հայցը, որով պահանջում են փոխհատուցել փաստաբանների վճարած գումարները որպես վնասի փոխհատուցում։ Եթե մենք այսօր ընդունենք տանեմ իրանց 2.5 միլիոն տան վնաս որպես, իրանք հաստատ վաղը կճարեն մի իրավական հիմք, ելի Վարդան Պետրոսյանի դեմ հայց ներկայացնում, պատկերացնում եք, դա կտևի անվերջ։ Մարտի 3-ին Նիկոլայ Բաղդասարյանը կներկայացնի հաշտության համաձայնագիրը, իսկ տուժող կողմի ներկայացուցիչները պետք է ճշտեն, դա բավարարում է Հակոբյաններին, թե ոչ։ Նրանք հայցադիմումում պահանջվող գումար նշել են 2 միլիոն 500 հազար դրամը։ Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու երիտասարդներ, հորեղբորորդիներ Տիգրան եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին։ 5 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Պետրոսյանը 2015 թվականի սեպտեմբերի 10-ից իր պատիժը կրում է բաց ռեժիմով։